Արդյոք դուք նախատեսում եք Հայաստանում, Վայոց ձորում եւ մնացած մյուս մարզերում զարգացնել ժամանակակից հատկապես ինտենսիվ գյուղատնտեսությունը, որը այսօր շատ մրցունակ է արդեն աշխարհում։ Շնորհակալություն։ Մենք ուրիշ տարբերակ չունենք եւ ամենակարևորը դուք գիտեք, մենք մտերման կայաներ ենք ստեղծում, որ գյուղացին էլ վարկերի տակ չճռա։ Տարվա սկզբին ինքը մտերման կայաների հետ պայմանագիր է կնքում։ Գյուղացու գործը պետք է լինի միայն մշակի հողերը։ Դուք պատկերացրեք, Արարատյան դաշտավայրը 10-ից 15% հողերն է մշակվում։ Ամենաբերկատու հողերը 10-ից 15%, իսկ Վայոց ձորում ավելի քիչն է մշակվում։ Դրա համար մենք ազատում ենք հարկերից, գիտեք, փոքր բիզնեսը ազատում ենք հարկերից։ Բոլորը պետք է մշակեն իրենց հողերը։ Կոնկրետ Վայոց ձորում կարող ենք սարքել գինեգործության կենտրոն, որտեղ դուք ունեք ունիկալ սորտեր, ինչքան ես գիտեմ։ Տուրիզմը առանց այդ շատոների, գինեգործական, կոնյակի շատոների չի կարող զարգանալ։ Մարդիկ ինչ են ուզում, գան սիրուն ինչ-որ բաներ տեսնեն, իրիկուները գնան, տաշ-տուշ, քեֆ անեն, դրա համար էլ ամբողջ աշխարհը, Ֆրանսիան դրանով բարձրացավ։ Պատկերացրեք, մի 5 անգամ ավելի շատ Ֆրանսիան գինուց է փող ստանում, քան Ռուսաստանը գազից ու նավթից։ Հասարակ բան է, չէ՞, մարդիկ մշակել են, բրենդներ են սարքել, ճիշտ մարքեթինգով զարգացրել են ամբողջ աշխարհում, հիմա մի շիշը գիտեք ինչ գնել են սա։